Անորոշ լրատվականի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր մասնագիտական գործունեությունը իրականացնել Գյումրիում եւ մեր հերթական տեխնացուն, որի հետ սիրով կզրուցենք Գյումրիի ընտրությունների ընթացքի մասին։ Ռուբեն Մխիթարյանն է, պարոն Մխիթարյան, շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին։ Սկսեմ թերևս առաջին հարցից։ Այս տարի մենք ձեզ ամենակրեատիվ գործիչ անվանակարգում շնորհագիր տվեցինք։ Փաստորեն կրեատիվը Գյումրիում էր։ Մենք մայրաքաղաքում էինք փնտրում։ Ինչով է առանձնանում Գյումրին։ Գյումրին առանձնանում է նրանով, որ այս հանրապետության հայրաքաղաքն է, իր բնորոշ արհեստներով, արվեստներով, մշակույթով, սպորտով, իր յուրահատուկ պատկերացմամբ ու ընկալմամբ իրականության մասին, իր յուրահատուկ վերաբերմունքով իր հող ու ջրին, իր բնակիչներին, իր որդիներին ու դուստրերին։ Գյումրին ընդհանրապես Հայաստանի աղն է, առանց Գյումրի Հայաստանը անհամ երկիր կլիներ։ Նախընտրական Գյումրին, եթե 5 բառով բնութագրեք, ինչպիսին է հաշվի առնելով իշխանական վիրավորանքները ընդդիմադիր տեխնացուների։ Նախընտրական Գյումրին իր էությամբ ու բովանդակությամբ մեծ մասամբ չի տարբերվում ոչ նախընտրական Գյումրիից։ Ինքը շարունակում է ապրել իր կյանքով, դա թասիբով պատվախնդիր, հումորով, խելացի, նամուսով մարդկանց քաղաք է։ Իսկ մրցակցային մթնոլորտ ինչպես կգնահատեք։ Արտարության մասին նայած ոչ կողմից եք նայում։ Եթե նայում եք իշխող ուժի կողմից, ամեն ինչ ավելին քան արտար է։ Եթե նայում եք մնացած տեխնացուների կողմից, արտարության մասին խոսելը նվազագույնը ծիծաղելի է, որովհետև ամբողջ վարչական ռեսուրսը եւ անհասկանալի ծագման գումարները, որոնք այս քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը օգտագործում է, չի խոսում հավասար պայմանների մասին, մնացածը մարտի 30-ին Երևա է, էլի, հիմա մարդիկ կարող են սեփական վերլուծություններ անել, սեփական Telegram ալիքները ստեղծել, այդ սեփական Telegram ալիքների մեջ հարցումներ անցկացնել, իրենց սեփական ստեղծած Telegram ալիքների մեջ անցկացվող սեփական հարցումներում լինեն առաջատար, կյանքը լրիվ այլ գույների մեջ է վստահաբար եւ մարտի 30-ին մենք կտեսնենք այն գույնը, որը կտապալվի եւ գուցե այն յուրահատուկ եռագույնը, որը կհաղթի։ Պարոն Մխիթարյան, գիտենք, որ արմատական ընդդիմադիր եք, մերժում եք ստախոսությունն ու հայրենիքի դավաճանությունը, այս գիտակցումը շարքային գյումրեցու մոտ կա, դուք դա զգում եք։ Ես վստահ եմ, որ չի կարող լինել բանական գետ մեկ էակ, կապ չունի գյումրեցի է, երևանցի է, ազատանցի է, ախուրյանցի է, թե վանաձորցի։ Չի կարող լինել բանական գետ մեկ էակ, որը չգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարիների ընթացքում։ Եթե տվյալ անձը բանական էակ է, ապա ինքը չի կարող չունենալ կոնկրետ արտար ազնիվ ու անալիտիկ վերաբերմունք այդ դեպքերի նկատմամբ։ Ըստ այդմ այն, որ Գյումրիում մարդիկ շատ լավ պատկերացնում են, թե ինչ նոր վտանգների առաջ է կանգնած մեր պետությունը, թե ինչ նոր արհավիրքներ կարող է բերել իշխող ուժը, ես նույնիսկ չեմ հասկացում։ Այլ խնդիր է, որ այդ կուտակված էներգիան ընդդիմադիր բոլոր տեխնացուները պետք է ճիշտ ուղղորդեն, ճիշտ օգտագործեն այդ էներգիան ու գոնե թե քարոզարշավը մինչև այս պահ ցույց է տալիս, որ բոլորն էլ դա շատ լավ գիտակցում են ու պլյուս-մինուս ճիշտ են օգտագործում էլ։ Բայց Փաշինյանականները հրճվում են, ասում են, որ գյումրեցին մեր կողքին է, հիմա իրենց կողքին է, թե այն անձանց, ովքեր իրականությունը ցույց են տալիս մարդկանց, թե ձեր օրինակ։ Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները տվյալ երկու ազգությունների հետ կապ չունեն։ Այդ հրճվել բառը իրոք բնորոշ է իրենց, որովհետև մենք տեսել ենք, թե իրենք ինչպես են հրճվում ցեղասպանության հուշահամալիրում կանգնած ապրիլի 24-ին։ Այդ հրճվանքը, որը ավելի շատ կենտանական ցինիզմի է նման, իրեն շատ բնորոշ է, գյումրեցին նման մարդ չի։ Պարոն Մխիթարյան, խոստանում եք արժանավայել քաղաք կառուցել, բայց մենք հիմա այստեղ հարցումներ ենք անում, ռեստորանների եւ սրճարանների տերերը դժգոհում են։ Գյումրիի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը կորել է, ինչն է պատճառը։ Որովհետև Գյումրին զբոսաշրջիկ լավ ասֆալտը չի բերում։ Այսինքն զբոսաշրջիկը չի գալիս X քաղաք լավ ասֆալտ տեսնելու։ Զբոսաշրջիկը չի գալիս X քաղաք բուլիժնիկներով փողոց տեսնելու։ Մի անգամ կարող է գա։ Լավ, մի անգամ եկավ, այդ ամեն ինչը տեսավ, քո բոլոր թանգարաններով ման եկավ, թատրոն գնաց մի անգամ մի հատ համերգ գնաց, նայեց, մի 2-3 համով տեղել մտավ հաց կերավ։ Հետո
Եթե քաղաքը իրենից չի ներկայացնում իրադարձային կենտրոն, այսինքն վայր, որը միշտ հետաքրքիր է զբոսաշրջիկի համար, որ ինքը հասկանա, որ եթե օրինակ ինքը չգնա այդ իրադարձությանը չմասնակցի, դա իր կյանքից բաց թողում կլինի իր կյանքի համար, կամ տվյալ ժամանակահատվածի կամ իր կյանքի տվյալ առօրյան ճիշտ կազմակերպելու կամ հանգիստը ճիշտ կազմակերպելու համար։ Դրա համար Գյումրիի զբոսաշրջային հոսքը զարգացնելու համար քաղաքին պետք է այնպիսի ղեկավար կազմ, որը իր կյանքում գոնե սեփական միջոցներով մեկ կամ երկու մեծ միջոցառում իրականացրել է, կամ իրադարձությունը, կամ կրեատիվը, կամ կոնտենտը, կամ արտադրանքը գիտի ինչ բան է, գիտի ինչպես ստեղծել շարքային մարդու համար հետաքրքիր արտադրանք, որը հնարավոր է բառից լավ իմաստով ու տնտեսական իմաստով վաճառել։ Հիմա եթե դու քաղաքին չվերաբերվես այդ մարքեթինգային տրամաբանությամբ, այլ վերաբերվես զուտ կոմունալ բաժնի աշխատակցի լոգիկայով, իհարկե տուրիստ էլ չի գա, վաղը մյուս օր հարազատ բարեկամ էլ կարող է չուզենան գալ։ Պարոն Մոխրատյան, ինչու եք ձեր հանրային բարձր հեղինակությունը քաղաքական պրոցեսում փորձարկում, կա հայտնի խոսք, որ քաղաքականության մեջ ավելի հեշտ է կորցնել, քան գտնել։ Ես առաջնորդվում եմ լրիվ այլ սկզբունքներով։ Ես չեմ ուզում կողքի քաշված լավ խոսածող հանրային գործիչ լինեմ։ Լավ խոսածող հանրային գործիչներ շատ են Հայաստանի Հանրապետությունում, բայց ես քաշել եմ գիծը ու անցել եմ այդ գիծը, որpիսի ես ինքս վաղը ինչ չմեղադրեմ մի բանի համար, որ գիտես փորձ էիր, կարող է քո մոտ ստացվում էր, փորձ էիր, կարող է քո եւ քո մոտ էր ստացվում, եւ քո ընկերների մոտ էր ստացվում, եւ ընդհանուր գաղափարային նոր գիծ էր ստացվում ստեղծել, որի շուրջ հնարավոր կլիներ ոչ միայն Գյումրիում թույլ չտալ թուրքերի իշխանություն ունենալ, որովհետեւ տվյալ իշխող ուժի գաղափարային հայրը օֆիցիալ հայտարարել է, չէ՞ որ ինքը չի ամաչում, երբ իրեն թուրք են ասում, ված չի զգում դրանից։ Հիմա Գյումրին մենք թուրքին չենք հանձնելու։ Չի լինելու նման բան։ Ու ես որպես հանրային գործունեություն ծավալող անձ, որը ունի նաև կներեք, բայց բարձր քաղաքացիական գիտակցություն, որը գոնե թե վերջի 7 տարին կասկածի տեղիք չի տվել, հա, ես չեմ ուզում կողքի քաշված ինձ պայեմ, անկախ նրանից, հիմա մի կողմից կարող եք ասել դա քո հեղինակությանը ինչ որ մի ձև կվնասի, ես ասում եմ, իսկ ում է պետք է այն հեղինակությունը, երբ որ դու պարտված ստախոս կեղծիքի մեջ ապրող երկրի ղեկավարի տակ ես աշխատում, չգիտեմ, ապրում, ստեղծագործում, ում է պետք ցանկացածի հեղինակությունը, կասեք։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր հայ ժողովուրդ, հայ ազգ ու հեղինակություն բառերը իրար կողք չի բերում դնում, այսինքն մենք ընկնող անկում ապրող ու հələ հատակին չհասած հայկական արժանապատվության անկման օրեր ենք ապրում ու դա իմ համար ողբերգություն է։ Դրա համար է այս ամեն ինչը նաև։ Ինչու հենց գյումրեցին ձեզ պետք է ընտրի, պարոն Մոխրատյան։ Գյումրեցին պիտի ընտրի այն լուսավոր ապագան, որի մասին ես անընդհատ իրենց պատմում եմ։ Գյումրեցին պիտի ընտրի սեփական կյանքը, սեփական ավանդույթների, արժեքների չուրանալու ճանապարհով առաջ տանելու ուղին։ Գյումրեցին պիտի ընտրի այն տեխնացուին կամ այն տեխնացուներին, որոնք բացառում են ցանկացած տեսակի համագործակցություն, թրկահաճո կամ ազերահաճո ղեկավարության հետ։ Գյումրեցին նաև ինքն իր համար պետք է ընտրի այն ազգային մեծ ուժեղ հենքը, այն ազգային մեծ ուժեղ ողնաշարը ու այն ազգային մեծ ուժեղ գենետիկ կոդը, որի մեջ ապրել է, ապրում է ու հաստատ ապրելու է։